Պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը։ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարների հանդիպումը մեկնարկել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով։ Հայաստանը և Նիդերլանդների թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին արտգործնախարարները հայտարարել են համատեղ ասուլիսի ընթացքում։ Այդ փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար հիբրիդային վտանգների սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության վիրավունքի գերակայության խթանում։ Միրզոյանն առանձնացրեց համագործակցության այն դրույթը, որը վերաբերում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայինորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, նաև ուշադրություն է դարձված, առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ Եվրոպացի գործընկերոջ հետ Միրզոյանը քննարկել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը։ Անշուշտ մենք չենք խուսափել նաև մեր տարածաշրջանային հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, նշել եմ նաև, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։ Նիդերլանդների արտգործնախարարն էլ իր հերթին նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության և կիբեռսպառնալիքների դեմ պայքարում։ Որպես ակտիվ Եվրամիության անդամ, մեզ համար կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնել Հայաստանի դիմակայունության հաստատման հարցում, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախվածություն ունենա Ռուսաստանից։ Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին և կարևորում դրա հաջորդ ընթացքը, ասաց Կասպար Վելտկամպը։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այսօր այստեղ Երևանում հանդիպեցի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ երկուստեք ունեն այդ կամքը ապագայում հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ։ Անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների թեմային, Նիդերլանդների արտգործնախարարը նշեց. Գերիները պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի, միջազգային չափանիշների համաձայն և իհարկե արդար դատավարության իրավունք ունենան։ Եվրամիությունը և Նիդերլանդները կշարունակեն առաջ մղել այս հարցերը և ուշադրությունը սևեռել այս հարցի վրա։ Նաև Բրյուսելում է այս հարցը բարձրաձայնված և մենք կշարունակենք հետևողական հասնել արդար դատավարության։ Այդ իրավունքները վերաբերում են բոլորին։ Հարցին կհամաձայնի Հայաստանը միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, նախարար Միրզոյանը պատասխանել է. Այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը և եթե համաձայնվեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի, 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ համաձայնագրի ստորագրման, ավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Միրզոյանը հավելել է Հայաստանի մոտեցումները համապատասխանում են արդի մարտահրավերներին, Հայաստանի խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը և Հայաստանի Հանրապետության շահերին։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։